Բարձրագույն կրթությունն ու գիտությունը ենթակառուցվածքային այն բնագավառներն են, որոնք ծառայում են տնտեսական և մշակութային ոլորտների զարգացմանը։ Ոլորտը լավարկելու նպատակով նախորդ աշխատանքային քննարկումից գրեթե 5 ամիս անց բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծն այս շաբաթ ևս քննարկումների առանցքում էր։ Այս ընթացքում ոլորտային նախարարությունը շահագրգիռ կողմերից ստացել է մոտ 500 էջից ավելի առաջարկներ, դրանք մանրակրկիտ ուսումնասիրվել են, որոշները ընդունվել։ Ընդունվածների թվում են նաև հանրային նախաձեռնության կողմից ներկայացված 10 առաջարկից 6-ը։ Կառավարության համար ընդունելի չէ այն առաջարկը, որը վերաբերում է գիտական ինստիտուտները ակադեմիայի տիրույթում թողնելուն ու բուհերին չմիավորելուն։ Սա մի առաջարկ է, որ ուղղակի սկզբունքորեն չի կարող ընդունելի համարվել, որովհետև բարձրագույն կրթության և գիտության այն կոնցեպտը, որը առաջարկվում է, հիմնված է հենց այդ համատեղ աշխատանքի վրա և մեր սեփական փորձառությունը և այստեղ անձերը նկատի չունեմ, այլ համակարգը նկատի ունեմ և նաև մեր բոլոր տվյալները ցույց են տալիս, որ կիսատ լուծումները չեն աշխատելու։ Կրթության բլոկի պատասխանատուների խոսքով ոլորտում քաղաքականությունը հիմնված է թվական տվյալների, վերլուծության ու հայտնաբերված բացերի վրա, այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են խնդիրների հասցեագրմանը։ Գերատեսչության ներկայացուցիչները նաև վստահ են, բարձրագույն կրթությունն ու գիտությունը արդյունավետ ու մրցունակ կարող են լինել միայն միասին գործելու պարագայում։ Այս համատեքստում հավաքագրվել են գիտական ինստիտուտների մտահոգությունները, դրանք հնարավորինս հավաքագրված են օրենքի մեջ։ Համակարգում այսօրվա կազմակերպման ձևով ունենք ծախսի հանդեպ վերադարձի էական խնդիրներ, Սրան զուգահեռ մենք ունենք նաև գիտական կազմակերպությունների բաշխվածություն շատ մեծ, այս ամեն ինչը բերում է այդ գետոյացման հետո գիտության ու իրականում խնդիրներ են առաջանում նաև մրցունակության վերաբերյալ ընդհանուր խոսույթի ձևավորման հարցում։ Ահռելի ռեսուրսներ են դրվում ակադեմիական գիտության կտրուկ փոփոխությունների մեջ, չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ։ Գիտ ուժը նախագծի մասով հարցեր ու խնդիրներ է առաջ քաշում, նշելով, որ դեմ է չհիմնավորված ու հատվածական լուծումներին ու պահանջում է փաստահեն և նպատակային որոշումների կայացում։ Հնարավոր է արդյոք այսօր դեռ գոյություն ունեցող ԳՀՊՄ կատարողների, հետազոտական համալսարանների և համալսարաններից անկախ հանրային գիտական ինստիտուտների համակարգի բարեփոխումը իրականացնել այնպես, որ մի կողմից զարգացնենք կարողությունների նպատակային, ելնելով Հայաստանի կարիքներից, մյուս կողմից էլ ավելի չբարդացնենք իրավիճակը։ Համակարգը պետք է չվտանգվի ու հոգա ոչ միայն գիտության, այլ նաև պետության կարիքները։ Այս մասով քննարկմանը մասնակցող շահագրգիռ կողմերի մոտ կա կոնսենսուս, բայց այն իրագործելու ուղիները յուրաքանչյուրը տեսնում է յուրովի։ Որևէ լրջագույն փոփոխություն իր առանցքում պիտի ունենա հայեցակարգ, ռազմավարություն և նպատակներ։ Դուք գիտակցում եք և կարևորում եք այդ հայեցակարգի գոյությունը, բայց նախ իմ խորը համոզումով պիտի հայեցակարգ ունենայինք, հաստատեինք իր ճանապարհային քարտեզով, ինչի մասին դուք նաև խոսեցիք, և հետո դրա վրա կարեինք օրենքը, լավ իմաստով եմ ասում, ինչու, որպեսզի չվտանգեինք այն, ինչ ունենք։ Բազմաթիվ աշխատանքներ են արված կարիքների գնահատման, հայեցակարգերի իմաստով էլ դրանք ձևակերպված են։ Գիտության ռազմավարության մասին մենք խոսեցինք նաև մեր նախորդ քննարկմանը, ու ես նշեցի, որ գիտության ոլորտի զարգացման թիրախները, երևի սա այն քիչ ոլորտներից էր, որ կառավարության 2021-26 թվականների ծրագրում հստակ քանակական այդ թվում նաև թիրախներով ֆիքսված էին։ Երբ դուք ասում եք, որ պետության վերաբերմունքը ֆինանսավորման ծավալների աճեցմամբ ցուցադրում է պետության վերաբերմունքը գիտության համակարգին, դա միանգամայն ճիշտ է, բայց դա չի կարող հանդիսանալ հիմնավորում, որ օրենքի այս մոդելը, որ առաջարկվում է, ճիշտ է։ Արդյոք մենք պատրաստ ենք առանձին ֆինանսավորել և առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար և մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Պետք է միավորել այնտեղ, որտեղ միայն մի տեղում դա կարող ենք որակյալ կազմակերպել և դա իմաստ ունի, որովհետև դա և կրթություն է, և գիտություն է, և հետազոտություն է, և պետք է պահել առանձին, որտեղ որ պետք է լինի առանձին։ Հիմնական և առանցքային փոփոխությունները վերաբերում են պետության կարիքներից բխող գիտություն ունենալուն ու այն մրցունակ դարձնելուն, ու թեև որքան էլ պետությունը մեծացնում է իր ներդրումը գիտության մեջ, միևնույն է դրա արդյունքները համադրելի չեն համանման բյուջե ունեցող երկրների գիտությունների հետ, նշում է Սիսակ Գաբրելյանը։
Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև գիտնականների այն մտահոգությանը, որ վերաբերում է այլ ինստիտուտների առկայության սահմանափակմանը։ Օրենքում նման սահմանափակում չկա, ավելին միջգերատեսչական կարող են լինել ինստիտուտներ, այսինքն որևէ նախարարություն, պայմանական շրջական միջավայրի նախարարությունը կարող է իր ոլորտին համապատասխան որևէ գիտահետազոտական ինստիտուտ ունենալ, եւ նաև անհատ գիտնականները, մասնավոր ընկերությունները կարող են նույնպես ստեղծել ինստիտուտներ, ավելին օրենքը ասում է, որ նրանք նույնպես կարող են մասնակից լինել պետության կողմից տրամադրվող գիտության ֆինանսավորմանը, բնականաբար պետության այդ պահանջների եւ չափանիշներին համապատասխան գործելու դեպքում։ Սա լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող են հակադիր կարծիքներ ունեցող տարբեր խմբեր ունենալով մեկ նպատակ հասնել լավ արդյունքի, ասում է Սիսակ Գաբրելյանն ու հույս հայտնում, որ օրենքի նախագիծը ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի արդեն հաջորդ նստաշրջանին։